Էլ-Ռումի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Էլ-Ռումում եք։ Ամեն անգամ ես նշում եմ, որ Էլ-Ռումը տեղեկատվական մոտիվացիոն հարթակ է, երկու հիմնական ու կարևոր խնդիր ենք օնլայն տիրույթում փորձում լուծել։ Ու ամեն անգամ մենք շատ կարևորում ենք, որպեսզի մարդը, հետևորդները մեր իմանան, որ խնդիրը լուծելու դեպքում ուր պետք է դիմել, ում պետք է դիմել, եւ երկրորդը, ինչպես գտնել պրոֆեսիոնալ մարդու, ով իր տեսակով նաեւ մոտիվացնող է։ Դուք գիտեք, որ մենք հնարավորություն ենք ունենում զրուցել նաեւ մեր հարթակում հետաքրքիր անպայման իրենց տեսակով տարբերվող կանանց հետ, նաև օվկիանոսից այն կողմ կամ Եվրոպայում, աշխարհի որևէ անկյունում։ Գիտեք, կանանց պատմությունները հետաքրքիր առանձնահատկություն ունեն։ Պատմություններ կան, որոնց օրինակով մեկ կնոջ պատմություն լսում ես ու դու հասկանում ես, որ իսկապես աշխարհում ամեն ինչ հնարավոր է, որ ճիշտ այնտեղ, որտեղ թվում է, որ նոր ինչ-որ բանի ականատես չես լինելու, դու կարող ես իսկապես գտնել բանալին աշխարհը բացահայտելու։ Միևնույն ժամանակ մարդիկ կան, ովքեր իրենց տեսակով, իրենց ներսից եկող այդ էներգիայով կարողանում են աշխարհին ուրիշ կերպ նայել, աշխարհի գույներն ավելի ուրիշ երանգներով տեսնել։ Մենք այսօր շատ հետաքրքիր ու տարբերվող կնոջ հետ առիթ ունենք խոսելու։ Գիտեք, գեղեցկության ասպարեզում առհասարակ գեղեցկության ասպարեզը շատ հետաքրքիր երանգներ ունի, որովհետև այստեղ պիտի հատուկ տեսակով կանայք լինեն, ովքեր կարողանում են գնահատել գեղեցիկը եւ իրենք հաճույք են ստանում, երբ մեկ այլ կնոջ կարողանում են իսկապես երջանիկ դարձնել։ Բայց երբ այստեղ ես ամեն անգամ եմ սրա մասին ասում, գումարվում է երկրորդ ու ամենակարևոր բանը նկարչի աչքը, այստեղ է, որ հրաշքներ իրականում լինում են։ Ես ուզում եմ այս պահին ձեր անունից նաև ողջունել իսկապես ինձ համար շատ հետաքրքիր, շատ հաճելի մի կնոջ, ով ընդամենը մի քանի տարի է, որ օվկիանոսից այն կողմ է, բայց նկարչությունն իր մեջ եղել է միշտ, նկարչության ու գույների ասպարեզում կարողացել է հրաշքներ գործել, կարողացել է այս աշխարհը բացահայտել մեծերի ու փոքրերի համար։ Սիրով այս պահին նաև ձեր անունից ուզում եմ Էլ-Ռումում ողջունել նկարչուհի, հայ-ամերիկյան նկարիչների ասոցիացիայի անդամ, պերմանենտ դիմահարդարման մասնագետ Լիլիթ Սարգսյանին։ Լիլիթ, շատ ուրախ եմ, շատ շնորհակալ եմ, որ առիթ ունենք թեկուզ այսպես օնլայն ձևաչափով հանդիպել, իրականում ձեր աշխատանքների մեջ նկատվում է շատ հետաքրքիր մի բան, մեկ բառով կարելի է ասել նկարչի աչք։ Այո, շնորհակալություն, ողջունում եմ բոլորիդ, շատ սիրում եմ եւ կարոտում եմ Հայաստանը։ Ոչ միայն Հայաստանը, այլև դուք հայրաքաղաքից եք ծնունդով եւ այստեղ կարողացել եք իրականում այս հրաշք մարզում, տաղանդների այս հողում, Շիրակի դաշտավայրում կարողացել եք իսկապես հրաշքներ գործել։ Լիլիթ, ձեր թույլտվությամբ սկզբից սկսենք, փաստորեն մասնագիտությամբ նկարչուհի եք, ավարտել եք Գյումրու մանկավարժական ինստիտուտի գեղարվեստի բաժինը, այսինքն այս ասպարեզի, այս մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունը միշտ ունեցել եք։ Եվ գիտակցել եմ, արդեն գիտակցված ժամանակ, բռնել եմ մատիտ բրծիններ, մի խոսքով նկարել եմ թղթերի վրա, պատերի վրա, նույնիսկ տիկնիկներ էի պատրաստում, ես հիշում եմ, որ իմ քույրիկները, 3 քույր ենք, խաղում էին իմ պատրաստած տիկնիկներով, ես նկարում էի տիկնիկները, շորերն էի նկարում եւ այդ տիկնիկներով են խաղացել։ Հովհաննես Թումանյանի կրկի մեջ էր դրված, նկարում էի, կարդում էինք հեքիաթները եւ այդ հեքիաթների հերոսներին էի ես նկարում, այդպես խաղացնում էինք։ Այն ցուրտ ու մութ տարիներին մեր զբաղմունքն էր այդ եւ հաճույք էինք ստանում։ Այսինքն դուք միշտ հասկացել եք, որ ինչ որ մի բան կարող եք ավելի գեղեցիկ դարձնել, գույնով կարծես ինչ որ նոր բան եք ասել։ Այո, գույներով, հերոսների կերպարներով, միշտ ուզեցել եմ նկարչական տալ իմ ծնողները, բայց ինձ տվել են երաժշտական, բարի, այլ ուրիշ արվեստի ոլորտներ եմ գնացել, նկարչական չեմ գնացել, միշտ խնդրել եմ, որ տանեն, վերջո կատարվեց իմ երազանքը, ես գնացի նկարչական, հետո ինստիտուտը հենց այդ տարի 96 թվականին, 1996 թվականին Գյումրի մանկավարժական ինստիտուտում առաջի անգամ բացվեց գեղարվեստի ֆակուլտետ։ Ես շատ ուրախացա, չգիտեմ, աշխարհում մեկ է եղել, որ բացվել է այդպիսի ֆակուլտետ, էլ կարիք չկա Երևան գնալու, այդ տարիներին շատ դժվար էր ուսանել Երևանում։ Մի խոսքով սկսեցի նկարել
շատ լավ էր եւ մթնոլորտներ կուրսը շատ ուրիշ ձև է նկարիչների աշխարհայացքը ուրիշ ձևի էին իրանք ընկալում եւ մատուցում։ Ասում են հողից ինչ որ մի բան գալիս է, այսինքն դա ոչ սովորելու հետ է կապված, ներսումդ պիտի ինչ որ բան լինի, որը հետո կարողանաս բնականաբար, հա, կրթության ընթացքում արդեն որոշակի ճիշտ շրջանակի մեջ դնել։ Հաստատ դա այդպես է, մեջիցդ պետք է լինի, ուսուցիչը մենակ կարող է բացահայտել տաղանդավոր երեխային, բայց տաղանդը ի վերուստ ի սկզբանե ծնվում է երեխայի հետ։ Ուղղակի ծնողների եւ ուսուցչի միջոցով այն պիտի բացահայտվի։ Այո, նաև լինում են այսպիսի բացառիկ դեպքեր, բացառիկ կանայք, բացառիկ մարդիկ, ովքեր ում շնորհիվ ոչ միայն երեխայի տաղանդն է բացահայտվում, այլ նաև այդ հնարավորությունը դաշտն է ստեղծվում։ Գիտեմ, որ ձեր շնորհիվ Ախուրյանի արվեստի դպրոցում նաև նկարչության բաժինն է բացվել դեռ 2009-ին, դուք հենց նկարչության բաժնի հիմնադիրն եք այս դպրոցի։ Այո, տեսնելով տաղանդավոր երեխաներին, որոնք չունեին հնարավորություն սովորելու, կրթվելու, ճիշտ ուսուցում ստանալու, որոշեցի բացել նաև քաղաքից դուրս գյուղերում բացել արվեստի դպրոց, նկարչության դասարան, որպեսզի երեխաները կարողանան գրագետ սովորեն, աշխարհը ճիշտ ընկալել եւ ստացվեց փառք Աստծո, շատ ուրախացանք դրա համար, նաև Ախուրյանի գյուղապետարանը օգնեց այդ հարցում եւ Ախուրյանի տարածաշրջանի մյուս գյուղերից էլ ի զարմանս ինձ մեկ ամսվա ընթացքում հավաքվեց 30-40-ից ավել երեխա։ Մեկ ամսվա ընթացքում ու 15 տարի մինչեւ Ամերիկա տեղափոխվելս դասավանդում էի այդ դպրոցում, շատ տաղանդներ բացահայտվեցին, որոնք ընտրեցին տարբեր ոլորտներ, բժշկություն, տորտերի ձևավորում, տարբեր մասնագիտություններ, բայց նկարչությունը շատ օգնեց իրենց ընտրելու այլ մասնագիտություններ։ Ու մի բան էլ ասեմ, այն աշակերտները, որոնք գալիս էին նկարչական, մի քանի դասից հետո իրանք ասում են, գիտեք, ընկեր Լիլիթ, ընկերով էին դիմում, ընկեր Լիլիթ, մենք արդեն տեսնում ենք կանաչի մեջ ուրիշ գույներ ենք տեսնում, այսինքն նրանց աշխարհայացքը լրիվ փոխվել էր։ Ու նաև համաչափությունները, ինչու՞ չէ, եւ գուցե այդ էր պատճառը, որ ես մարդկանց մեջ շտկումներ էի փորձում անել մտովի, տեսնում էի գեղեցիկ կանայք, մեր կանայք բոլորը գեղեցիկ են, ճիշտ է, հոգսաշատ են շատ, հայ կանայք շատ իրենց վրա ուսերին շատ բան են վերցնում, բայց շատ գեղեցիկ են, ուղղակի թեթևակի շտկումներ էր պետք։ Ձեզ նաև միշտ երկար տարիներ հետաքրքրել է, հա, կոսմետոլոգիան, ինչ որ բան, որը հնարավոր է կանանց դեմքը, կանանց ավելի գեղեցիկ ու երիտասարդ դարձնելու տարբեր միջամտությունները։ Այսինքն զուգահեռ ձեր մասնագիտությանը, աշխատանքին դուք նաև սովորել եք։ Այո, ես միշտ ուզում եմ սովորել նոր մասնագիտություններ, որը կապված է իմ մասնագիտության հետ նաև, նկարչության հետ նաև, ինչու՞ չէ, նաև առողջություն։ Եթե նկարի վրա, կտավի վրա կարող եմ նկարել, շտկեմ, մարդու դեմքի վրա մի քիչ բարդ է, դրա համար ավելի խորը ուսուցում էր պետք եւ ես սովորեցի, այդ դասընթացների մասնակցեցի Ֆեսաուսում եւ Գյումրի Սայխա գեղեցկության սրահում աշխատել եմ որպես կոսմետոլոգ դիմահաշտար։ Կոսմետոլոգ, այսինքն ինչու, որովհետև կտավի վրա հրաշքներ գործելուց դուք այդ կտավը մշակում եք, իսկ այստեղ որպեսզի դեմքի վրա ամեն կետ ճիշտ լինի, պիտի նաև մաշկը լավ վիճակում լինի։ Այո, անպայման, սկզբից պետք է դու մաշկ ուսումնասիրես, կտավն էլ, նկարիչն էլ նկարելուց առաջ ուսումնասիրում է, ինչ նյութի վրա է նկարում, թղթի, կտավը ինչ գրունտից է պատված, նույնը նաև մաշկն է, մինչև դու չուսումնասիրես մաշկի կառուցվածքը, չես կարող աշխատել մաշկի վրա։ Դրա համար պետք է լավ գիտելիքներ, խորացված գիտելիքներ, ինչու՞ չէ, նաև պատասխանատվություն ամենաառաջինը եւ հիգիենա։ Այդ կանոնների, հիգիենայի կանոնների պահպանում, որովհետեւ ամեն մի փոքրիկ սխալի դեպքում կարող է մեծ խնդիր առաջանալ։
Այո։ Պետք է շատ զգուշ լինել։ Փառք ասում իմ մոտ լավ ստացվեց, ամեն ինչ գոյին հաճախորդներ եւ ես սիրում էի, նաեւ կոսմետոլոգիան էի սիրում։ Զուգահեռ աշխատել եմ, միջև առաջարկություն ստացա Զաքարյան Brand Jeans գործարանից, ջինսի գործարան էր, հիմնված Գյումրիում, այնտեղ ինձ առաջարկեցին աշխատել որպես նկարիչ դիզայներ, հագուստների վրա, ջինսերից եւ նկարել եւ ինչ-որ բաներ պատրաստել։ Ես ճիշտ է շատ զբաղված էի, բայց քանի որ սիրում էի, չմերժեցի առաջարկը եւ ընդունեցի։ Ավելի երիտասարդացա, որովհետեւ աշխատում էի ինձանից ավելի փոքր աղջիկների հետ եւ ավելի ոգևորված էի աշխատում, այսպես ասեմ։ Նաև երջանկություն է, չէ, երբ բոլոր այն ուղղությունները, որոնցով զբաղվում ես, որոնցով հետաքրքրվում ես, քեզ համար սիրելի է, այսինքն ստիպված չես անել։ Այո, հենց դա ամենակարևորն է, որ քո աշխատանքը դու սիրես, չաշխատես գումարի կամ ինչ-որ բանի համար, այլ սիրելով դու աշխատես, հոգի տնես այդ քո աշխատանքի մեջ։ Եվ երևում է, թեկուս մեյքափի դեպքում, թեկուս կոսմետոլոգիայի կամ նկարչության տեսնում ես, որ մարդը հոգի է դրել աշխատանքի մեջ։ Դուք 2022-ին եք մեկնել, նախ ինչպես այդ որոշմանը եկաք, վաղուց ունեիք որոշումը եւ գիտեմ, որ այսպես փաստաթղթերի հետ կապված այդ պահին տխուր թվացող մի պատմություն կա, որը եթե համաձայն կլինեք, եթե հարմար կգտնեք, կարող եք պատմել, որովհետև այդ պատմությունով մարդիկ հասկանում են, որ աշխարհում անհնարին ոչինչ չկա։ Մենք ասացվածք ունենք չկա չարիք առանց բարիքի, որը կատարվեց իմ հետ, ես այդ պահին իրոք ստրեսների, շատ խորոված ապրումների մեջ էի, բայց ոնց հետագայում երևաց, ուրեմն այդպես էր պետք։ Չէի հավատում ճակատագրի հեգնանքին, բայց ցույց տվեց դեպքերը, որ մարդու ձեռքը ոչ մի բան չկա, թեկուզ երկրորդ վայրկյանը դու չես որոշողը, ինչպես որ ի վերուս տրված այդպես է լինելու է։ Ես մինչև 22 թվականը երբեմն գալիս գնում էի հաճախակի, իմ ծնողները այստեղ էին բնակվում եւ ինձ պահանջել էին ինձ փաստաթղթերով։ Այո։ Մայրս դժբախտաբար 19 թվին մահացավ։ Ես այդ ժամանակ եկա գնացի եւ գիտեի, որ արդեն այդ քեյսը ոնց որ փակված է, որ ինքն էր դիմել, ուրեմն փակված էր։ 22 թվականին երբ եկա Միացյալ Նահանգներ, կորցրեցի պայուսակս այրոպորտից դուրս գալուց եւ շատ վատ դեպրեսիա, այնտեղ փաստաբաններ խառնվեցին, դետեկտիվներ խառնվեցին, բայց չգտանք։ Փաստաբանը ասեց, եթե դու մնաս Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մի քիչ համբերես, քո փաստաթղթերը կլինեն, գրին քարտն էլ հետո մամայի գործը կարող է շարունակել հայրիկը։ Այդ օրենքները մենք չգիտեինք։ Եվ շատ մարդիկ, որ եկել են նորից օրենքներից տեղյակ չեն։ Մինչ ես սպասում էի իմ փաստաթղթերի, մտածեցի, որ իմ գործունեությունը այստեղ սկսեմ, նկարչության ոլորտում։ Մտա արվեստի դպրոց, այստեղ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ հասկացա, թե ինչու եմ ես այստեղ մնացել, արդեն իմ միսիան պիտի կատարեի այստեղ Միացյալ Նահանգներում։ Եթե Հայաստանում մեր հայ երեխաներին նկարչության միջոցով սովորեցնում են գեղեցիկը, աշխարհի արվեստի պատմությունը, ճիշտ ըմբռնումը նկարչությանը, այստեղ դրա հետ զուգահեռ նաեւ հայապահպանության խնդիրներ։ Եվ ինչը ինձ թրտեց, որպեսզի այստեղ սովորեմ նաև պերմանենտ մեյքափ, էլի փոշեդրումը, մեր հայ կանայք, ինչպես ես, այստեղ նոր երկիր, որ գալիս ես, յուրաքանչյուր մարդ անցնում է այդ էտապի միջով, ստրեսային, եւ դեմքերից երևում է իրանց, որ ինչքան է կսվեն իրանք, բեկապ օգտագործեն, բայց տխուր են, հայացքների մեջ, այդ ինքնավստահությունը կորած է մարդկանց։ Եվ ես ուզեցի, որպեսզի նրանց մեջ ինքնավստահություն նորից արթնացնել, իմ պատմություններով, նաև գեղեցկացնել իրանց հոնկերի ձևերը, չէ՞ որ հոնկերը նաև հաղորդում են տրամադրություն եւ իրենց բնավորությունը։
Այո, դեմքի հայացքը, չէ՞, այսպես ընդգծված։ Այո, առաջի հեշտին հենց հոնքերը։ Շատ քչերն են նշում, որ հենց հոնքերի ճիշտ փոշեդրումից, ճիշտ ուղղությունից նաև կախված է հայացքի այդ մտախոհ, տանջված, մի քիչ տառապած, թե ավելի ուրախ, ինքնավստահ լինելը։ Եվ այդ փոխազդեցությունը կա, չէ՞ Լիլիթ, այսինքն երբ դու դեմքով ավելի վստահ ես լինում, կարծես դու ինքդ ներսում ես ավելի այդպես զգում քեզ։ Այո, դա է հենց պատճառը, որ ես ուզեցա մարդկանց մեջ այդ ինքնավստահությունը, իրենք սիրեն, նայեն հայելու մեջ եւ հիանան իրենցով։ Մի ունեմ հաճախորդներ, որ ինձ շնորհակալություն են հայտնում իրենց փոխելու համար, իրանց մեջ ինքնավստահությունն է շնչելու համար։ Ոչ միայն փաստորեն պերմանենտ դիմահարդարում, այլ դուք հսկայական մաշկի հետ կապված կոսմետոլոգիական մեծ առաջարկներ ունեք եւ գիտեմ, որ շատ են մարդիկ, ովքեր որ ոչ միայն իրենց հոնքերի, շուրթերի եւ աչքի կոպերի այդ գծերով են հիանում, այլև իրենց թարմ մաշկով։ Փաստորեն կոսմետոլոգիան նույնպես ձերն է։ Ոչ բոլորն են հնարավորություն ունենում դիմել բժշկի վիրահատական կոսմետիկ վիրահատության համար։ Մի փառք Աստծո կա ապարատային երիտասարդացնող սարքեր, թերապիաներ, որոնց միջոցով կինը երիտասարդանում է, մաշկը ցկվում է, խնամված տեսք է ունենում, թարմացած տեսք է ունենում եւ երկար ժամանակ։ Սկզբից որոշեցի մազահեռացման սարքը գնել։ Լազերային, ունեմ էլոս եւ էլեկտրոէպիլյացիաներ եւ շատ աղջիկներ կոմպլեքսավորվում են հենց մազերից։ Այո, իսկապես բարդույթները առաջինը այդ տարիքում անավանդ այս տեղից է սկսվում։ Դեռահասների մոտ։ Այո։ Եվ ես ինքս ինձ նորից այստեղ սովորեցի, վերապատրաստվեցի, 1 ամիս առաջ գնացի Հայաստան, նորից վերապատրաստվեցի, 1 ամիս առաջ ես եկա Հայաստան, վերապատրաստվեցի, լազերային մազահեռացումը, մաշկի խնամքները, այսինքն ապարատուրայի մաշկային խնամքներ, թերապիաներ։ Լիլիթ, երբ գալիս են, դուք կարողանում եք ասել, ասենք ինչ է պետք, որտեղ մարդը շատ հաճախ մանավանդ ձեզ մոտ, քանի որ այսպես սիրում են սիրտը բացել, ես գիտեմ, ինֆորմացիա ունենք, գալիս են, ասում են, դե չգիտեմ ինչ է, բայց հոգնած, այս տեսքը եւ այլն, խնդրում են շատ հաճախ, որպեսզի դուք առաջարկեք, այ տարբեր այդ պիլինգները, ամեն ինչ ըստ էության դուք անում եք, բայց ինչպես եք խորհուրդ տալիս եւ որն է ձեր ամենասիրելի պրոցեդուրան, որը միանգամից այսպես կարծես փայլը աչքերի վերադարձնում է։ Հենց սկզբից նայում եմ մարդու խնդիրը, որն է, ինքը ինչ է ուզում, հետո ես տեսնում եմ, ուսումնասիրում եմ նրա մաշկի տեսակը, արդյոք կարելի է իր ուզածը կիրառել իր մաշկի վրա, թե չէ։ Իսկ ինչ վերաբերվում է ամենասիրած գործին, չգիտեմ, ամեն ինչն է սիրում եմ, ավելի շատ երևի հոնքերի նկարել։ Այո, հոնքերի փաստորեն, հա։ Այո, որ մարդու դեմքին արտահայտություն տամ, ուրախություն տամ, որովհետև մարդը ժպտում է ոչ թե բերանով կամ աչքերով, այլ հոնքերով։ Ձեր աշխատանքները երբ նայում ես, դու այդ համաչափությունը, ներդաշնակություն կա մի շատ ընդհանուր, հա, դեմքի վրա ու նաև հոնքերն էլ այսպես չեն առանձնանում, հատուկ չէ։ Դուք գիտեք, որ հիմա շատ հաճախ մենք փորձում ենք, հա, տարիքային այդ փոփոխությունների դեմ պայքարել, հոնքերը անվերջ ու անընդհատ վերև բարձրացնելով։ Չեմ ասում կողմնակից չեմ, բայց լավ կլիներ, որ խնամված լինեին բնականի մոտ։ Այո։ Ահա, հետո իրանք ուզում են, որ փոշմանում են մի որոշ ժամանակ անց, արդեն չգիտեն ինչ անեն։ Ինչպես, այո։ Եվ այդ այո, ինչպես հեռացնեն տատուաժը, եթե մանավանդ տատուաժով է արված, դա խորն է մտնում մաշկի մեջ, պիգմենտը, եւ կարող է դուրս չգա ամբողջ կյանքում, կյանքի ընթացքում։ Դա էր պատճառը, որ նաեւ ես սովորեցի լազերային տատու հեռացումը։ Ահա։ Անվնաս է տատուաժ հանելը, հեշտականությամբ է հանվում, շեշտ, կամաց ինքը ելնում է, մի քանի պրոցեդուրա, բայց պետք է անցնեն նորից, մի 2-3, որովհետև խորն է անցած տատուաժը։ Իսկ եթե փոշեդրում են արել եւ փոշմանել են ուզում են հանեն, կարող է մեկ անգամից էլ անցնել լազերով։
Ահա։ Իսկ այ մաշկի երիտասարդացնող, հա, այդ RF թերապիան, ես գիտեմ, որ շատ պահանջված է այստեղ, էս եւ մաշկի թուլության համար է, եւ նաեւ փոքր կնճիռների, ընդ որում դուք միշտ ավելի այսպես քիչ արդյունք եք, փոքր արդյունք եք խոստանում, բայց մարդիկ ավելի մեծ արդյունք են տեսնում, այսինքն այդ թարմության զգացողությունը կարողանում են վայելել։ Այո, հենց առաջի իսկ պրոցեդուրայից կարող են վայելել, որովհետև RF այդ տակացնում է մաշկը, խորքային մաշկը, մտնում է խորքերը մաշկի, վերականգնում է կալոգենը մաշկային եւ թարմ տեսք է տալիս, երկար ժամանակ այն պահում է, ոնց որ ցկած մաշկ լինի, հենց առաջի իսկ թերապիայից, այո, անվտանգ է, անցավ է եւ օգտակար։ Սիրելի հետևորդներ, դուք հեռախոսահամարը պարբերաբար տեսնում եք, վստահ եմ, որ շատերը հատկապես հայ ազգի մեր հետևորդները, ովքեր օվկիանոսից այն կողմ են, իհարկե գիտեն Լիլիթ Սարգսյանին վստահությունը շատ կարճ ժամանակում, բայց մեծ վստահությունը տեսանելի է, ակնհայտ է, որովհետև եթե մենք այստեղ արդեն լսելով, իմանալով գիտենք, վստահ եմ դուք գիտեք, բայց մի առավելություն ունեք, որ մենք հնարավորություն չունենք այս պրոցեդուրաները Լիլիթի այսպես շատ նուրբ, շատ պրոֆեսիոնալ ձեռքով եւ նկարչի աչքով, հա, երբ ամեն ինչը տեսնում է այսպես մեկ ամբողջության մեջ, մենք դրանք վայելելու հնարավորություն չունենք, միայն դրանց մասին կարող ենք լսել, իսկ դուք, որ այդ տեղում եք, այդ հնարավորությունը ունեք, առանց շատ մեծ ագրեսիվ միջամտությունների միշտ թարմ տեսք ունենալ բարձր ինքնագնահատական։ Ես երբ նայում եմ աշխատանքները Լիլիթ Սարգսյանի, ես հասկանում եմ, որ այստեղ ոչ թե կոսմետոլոգիական, հա, միջամտություններ են, այլ հոգեբանական, այսինքն այնպես տարիների հետքը, այն ինչ որ մեզ դուր չի գալիս հայելու մեջ, դա կարողանում է ձեռքով այսպես կարծես անցկացնել եւ արդյունքում ազատում բարդություններից։ Սա Լիլիթ շատ մեծ առավելություն է, որը գիտեք կարող է շատ պրոֆեսիոնալ լինել կոսմետոլոգը, բայց այս արդյունքը չկարողանալ տալ։ Դուք ուղղակի ամեն ինչ այսպես ամբողջության մեջ եք նաև տեսնում։ Շնորհակալություն։ Ես գիտեմ Լիլիթ, որ նաև տարիքային, հա, դեռահասության տարիքի որոշակի անհանգստություններ ունենում են այս տարիքում։ Ես գիտեմ, որ դրա համար էլ հակաբորբոքային եւ այլն շատ հետաքրքիր պրոցեդուրաներ ունեք, կարողանում եք հոգեբանական այս միջամտությունը նաև այս տարիքում կիրառել։ Այո, դեռահասների մոտ ավելի բարդ է այդ խնդիրը, որովհետև իրանք ավելի ընկճված են, ավելի է ճնշում իրենց այդ բարդույթները։ Ես իրանց ասում եմ, որ հնարավոր է այդ ժամանակի ընթացքում կանցնի, բայց կան պրոցեդուրաներ, որոնք կանխում են, ժամանակը կրճատում է այդ։ Կա լեդային, լույսային պրոցեդուրաներ, որը կապույտ լույսի տակ ակնեները վերացնում է, երկար ժամանակով, մի քանի անգամ պրոցեդուրա անելուց հետո ակնեները վերանում են։ Կարմիր լույսը տարեց կանանց համար է, կնճիռները հարթեցնելու, իսկ կանաչը հանգստացնում է։ Ես գիտեմ, որ նաև ձեր սիրելի պրոցեդուրաներից այդ կարբոնային պիլինգ ասվածը, հա, ինչու պետք է, երբ է պետք սա օգտագործել։ Կարբոնային պիլինգը շատ կարևոր է, շատ օգտակար է, լազեր է, բայց պաշտպանում է մաշկը լազերից կարբոնային, այսինքն ածխածնային դիմակի շնորհիվ, ածխածնի դիմակի շնորհիվ։ Քսում ենք դիմակը եւ լազերով այրում ենք այն։ Լազերը միաժամանակ մաքրում է ծակոտենիները մաշկի եւ տալիս է թարմ տեսք, խտանում է, վերացնում է պիգմենտները դեմքի։ Շատ տարբեր մեթոդներ կան, որ պիգմենտացիայի դեմ պայքարի մեծ արդյունքներ եք ունենում, այսինքն կարող են մարդիկ ուղղակի, հա, առանց այսպես շպարի հանգիստ դուրս գալ, այլևս այդ տարբեր գույների մաշկը չկա։ Այո, հենց կարբոնային պիլինգը դրա համար է, որ տարբեր գույների մաշկը չկա, միակ տոն է դարձնում մաշկի գույնը։ Նաև կա ունենք դարսոնվալիզացիա,
Այսինքն դա փոքրիկ թեթև տոկերի միջամտություն է, որը նորից ակտիվացնում է մաշկի մեռած բջիջները եւ երիտասարդացնող հատկություն ունի։ Ամեն ինչ գալիս է ինչքան էլ պրոֆեսիոնալ լինի իր տեսակից։ Դուք փաստորեն 2 երեխա ունեք, ձեր երեխաները արդեն չեն հավատա, բայց մեծ են, նույնիսկ այսպես գեղեցիկ, հաճելի սկեսուր մայրիկ պիտի ներկայացնեմ, հա Լիլիթ։ Մերսի շատ։ Այո, երեխաներս մեծ են, երեխաներս էլ ինձ հետ տեղափոխվել են Միացյալ Նահանգներ, ընտանիքով ենք եկել։ Ձեր դուստրը փաստորեն ամերիկյան համալսարան է ավարտել եւ այդտեղ հենց այդ ֆինանսների էս ասպարեզում է աշխատում եւ ձեր որդին, որը կարճ ժամանակ առաջ նաեւ ամուսնացել է։ Այո, հիմա իմ որդին այստեղ զբաղվում է ֆոտո եւ վիդեո նկարչությամբ։ Այո։ Հրաշալի է։ Լիլիթ, ամփոփելուց առաջ, հա, ինչքանով է կարևոր այդ դրական մտածողությունը, միշտ օգտելու պատրաստ, հա, կնոջ այս հատկությունները ընտանիքում։ Հիմա երեխաները մեծ են, արդեն հեշտ է, բայց ամեն դեպքում դժվար ժամանակներ դուք կարողացել եք, հա, եւ երեխաների ընտանիքի եւ միևնույն ժամանակ փորձել նկատել ու օգնել շրջապատում մյուսներին, երեխաներին, կանանց։ Ինձ թվում է, որ մարդ պետք է նպատակ ունենա, եթե նպատակ ես ունենում, ուրեմն կարողանում ես հասցնել ամեն ինչ։ Եթե միտք ես դնում, նպատակը իրագործում ես, հասցնում ես եւ ընտանիք, եւ աշխատանք, եւ ուսում։ Այո։ Ես այն հասցրել եմ, փառք Աստծո, եւ իմ մոտ ստացվել է։ Ես խորհուրդ կտայի մեր կանանց չընկճվել, չասել արդեն ուշ է, ամեն ինչ վերջ, տարիքս առել եմ, էլ ինչի՞ս է պետք, երեխաների համար պիտի ապրեմ։ Չէ, առաջինը մարդ պետք է ապրի իր համար։ Եթե դու խնամված եւ գեղեցիկ ես, ապա քո երեխաներն էլ քեզանով շատ հպարտանում են, որ իրանց մայրիկը գեղեցիկ է, սիրուն եւ խնամված։ Նորից եմ ասում, տգեղ կին չկա, լինում են խնամված եւ ոչ խնամված կանայք։ Ես խորհուրդ կտայի մեր աղջիկներին եւ կանանց անպայման գտնել ճիշտ մասնագետի, երբեմն իրանց խնամքից չզրկեն, չափսոսեն, չասեն վայ ժամանակը կամ գումարը, չէ։ Իմացեք, որ դուք ամենաթանկն եք, ձեր տեսքը ամենակարևորն է շրջապատի համար, հատկապես ձեր երեխաների։ Շնորհակալ եմ Լիլիթ, ես ուզում եմ, որ շատ մարդիկ իսկապես իրենց կյանքը փոխեն ձեր շնորհիվ եւ ուզում եմ շատ երջանիկ օրեր ու նոր հաղթանակներ ունենաք։ Ես էլ եմ ձեզանից շատ շնորհակալ, որ հրավիրեցիք ձեր հաղորդմանը, կարոտում եմ Հայաստանի բոլոր ծանոթ բարեկամներին, ուզում եմ տեսնել բոլոր մեր հայ կանանց գեղեցիկ, երջանիկ եւ հոգսերից շատ հեռու։ Այո, շնորհակալ եմ։ Լավ մնացեք։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ շատ Լիլիթ։ Սիրելի հետևորդներ, իսկապես երբ մենք խոսում ենք գեղեցկության մասին, կանանց խնամքի մասին, տպավորություն է, որ սրանք ուղղակի գեղեցիկ լինելու արտաքինի հետ կապված ինչ-որ պրոցեդուրաներ են։ Իրականում այսպես չի, եւ ինձ համար միշտ հետաքրքիր ու տարբերվող են այն մասնագետները, ովքեր կարողանում են արտաքին այս փոփոխությունների մեջ տեսնել ներքինը։ Ինչու է պետք, ինչի համար է պետք այնպես անել, որպեսզի մաշկը հարթ լինի, գեղեցիկ, ինքդ քեզ այլու մեջ նայելուց դու քեզանից գոհ լինես, որպեսզի ի վերջո տրամադրությունը լավ լինի, որպեսզի կարողանաս ներքուստ հասկանալ, որ աշխարհում անհնարին քիչ բան կա։ Մենք այսօր շատ հետաքրքիր ու պրոֆեսիոնալ կնոջ հետ էինք խոսում, ընդ որում երկու ասպարեզում, հա, պրոֆեսիոնալ։ Ես միշտ մեր մշտական հետևորդները գիտեն, որ դիմահարդարման, մաշկի խնամքի, հատկապես, հա, պերմանենտ դիմահարդարման դեպքում ինձ համար միշտ շատ կարևոր են որ մասնագետներն, ովքեր ունեն նկարչական կրթություն, որովհետև կարծում եմ, որ սա այսպես չափման միավոր պարտադիր մի բան պիտի լինի, ինձ թվում է որոշ ժամանակ անց մենք կգանք այդ կետին, որ առանց այս մասնագիտացված նկարչական կրթության կամ տաղանդի ուղղակի չի կարելի զբաղվել այս գործով։ Այսօր մենք զրուցում էինք նկարչուհի, հայ-ամերիկյան նկարիչների ասոցիացիայի անդամ, պերմանենտ դիմահարդարման մասնագետ Լիլիթ Սարգսյանի հետ։ Եվ մեկ անգամ եւս հեռախոսահամարը դուք տեսնում եք բոլոր նրանք, ովքեր օվկիանոսից այն կողմ են, կարող են իրենց
մաշկի խնամքից սկսած մինչև հրաշալի դեմքի արտահայտություն ունենալու ես ամենապատասխանատու գործը վստահել պրոֆեսիոնալի, իսկ մյուսները մեր հետևորդները կարծում են, որ իրենց համար ինչ-որ մի բան բացահայտեցին, որ երբեք չի կարելի հանձնվել, որ երբեք ուշ չեն նոր ինչ-որ բան սկսելու համար, որ յուրաքանչյուր հաջորդ պահը պետք է հուսալ, որ ավելի լավը կլինի, ամենակարևորն էլ երբեք չծալել ձեռքերը, քանի որ իրականում շատ բան այս աշխարհում մեր ձեռքերում է։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։